Սա հայերեն է։ Լրատվական ռադիոն ներկայացնում է։ Մեզի շաշկիդի, турецկերուն յանի գերտակի գետի դարակ։ Համշենական զրույցարան։ Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդաշարը։ Բարի օր, ձեր ռադիոն Թունիչ FM 106 եւ կես հաճախության վրա է լրատվական ռադիոյի եթերում համշենական զրույցարան հաղորդաշարն է։ Տաղավարում աշխատում է Հայկո Հիմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ, հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Այսօր կրկին խոսելու ենք երգերի մասին, շարունակելու ենք ծանոթանալ համշենական մշակույթին ու մասին ենք խոսելու այսօր Վարդանյանի երգի։ Այսօր երևի կլսենք 3 կատարողների երգեր, մեկը Բայար Շահինի, որը իսլամվերացի է, համշենցի չի, բայց Համշենի բարբարով երգում Էբրալ Այդենի մասին, համշենցի երիտասարդ է, եւ Հիկմետ Ակշիչեկի մասին, որը ճանաչված համշենցի երգիչ է, այսինքն հիմնական դրա մասնագիտությունը երգելը չի, ֆինանսիստ է, բայց նաեւ շատ լավ երգում է։ Նախ առաջին երգ Բայար Շահինից սկսեմ։ Նախորդ հաղորդումների ժամանակ պատմեցի Բորշկայի գավառի մասին, Արդվինի նահանգի։ Ասացի, որ այդ գավառում ուրեմն ապրում են 3 գյուղ համշենցու գյուղ կա, Չայլեն, Մանաստերը, Եշիլքյո հիմա փոխվել անունը, եւ Չիվտե Քյոպրուն։ Զույգ կամուրջ կա այնտեղ իրար հետ, Չիվտե Քյոպրու հետ անունը, այդ 3 գյուղում, նաեւ Բորշկա քաղաքում կա։ Բորշկա քաղաքը այդպես շատ գեղեցիկ փոքր քաղաք է, 10,000-ից ավել բնակչությամբ, հին դերցարական շրջանների այդ տարիների կամուրջը կա, երկմետաղյա, մի խոսքով գեղեցիկ քաղաք է, այդտեղ էլ ապրում են համշենցիներ, իսլամվերացիներ, աջարներ, լազեր։ Հետաքրքիր է, օրինակ, մեր համար նաև սովորելու առումով, տեսեք, լազերը, աջարները եւ վրացիները պարզ որ արդեն վրացի են, բայց խոսքը իսլամվերացիների մասին է։ Նրանք օրինակ իսլամվերացուն չեն ասում դու վրացի ես։ Մերոնք կարծում են, որ իսլամվերացիները աջարներն են միայն։ Ոչ, կան նաև հենց բուն վրացիներ, որոնք իսլամ են, բայց աջար չեն։ Ես դրանց շատ եմ հանդիպել։ Գյուղեր կան նրանց ոչ մենակ այս գավառում, Լազիստանի տարբեր տեղերում, Թուրքիայի տարբեր վայրերում իսլամ վրացիների գյուղեր կան։ Օրինակ այս Բայար Շահինը, որ հիմա մենք նրա երգը կլսենք, Գաադմենուշ, հենց իսլամ վրացի է, լազ չի, աջար չի։ Նա օրինակ երգում է նաև համշենցիների երգ, Գաադմենուշ շատ սիրուն երգ է, շատ եմ հավանում այդ երգը։ Իհարկե որոշ բառեր սխալ է արտասանում, քանի որ լեզուն չգիտի, բայց ընդհանուր ես հիմա ճիշտը կթարգմանեմ, օրինակ Գաադմենուշ, կարոտ մնալ։ Քա քեզի գահադինցա հերու մենաց լեռնուքը, աչվենուտ արդեցուքը, մենաց սերդից մեծ շնուքը։ Ասում քա դիմում աղջկան, քեզ կարոտեցի, հերու մնաց լեռնուքը։ Իհարկե ստե հոգնակի եզակին խառնած է, հերու մենացին լեռնուքը պետք է լինի, յայլաները հերու մնացին, աչվենուտ արդեցուքը, աչքերի տարտասունքը, մենաց սերդից մեջնուքը, մենաց սրտից մեջ։ Հաբատ մեկ օր մեկ էլի Քաուն ու ամար կուկան, թեր ծմերին ցուն կուկա, լերինե ջամփան կուկա։ Դեր ասում է հալբատ, իրանք ունեն հալբատը մենք էլ ենք այդ, չէ, գուցե բառը օգտագործում, իրենք եւ լեյով են ասում եւ առանց լեյի հաբատ տվյալ դերքում մեկ օր մեկ կլինի, Կարուն ու ամար կգան, դեր ծմերել կգա, լերաման ջամփանակ կգա, քա քեզի գադինցա հերու մնաց լեռնուքը, քա քեզ կարոտեցի, հերու մնացին յայլաները։ Լերինե ձաղգենի է, ձաղգիգուն մեմեկ, իսայիմ սերդից ջամփան, պասֆիկու մեմեկ։ Լերինե ձաղգենի է, պարզ է, յայլաներում, լերներում ծաղիկները, իրանք լեր բառը մեն յայլային են ասում, մենք հայերեն դա ունենք սար, սարատեղի են ասում, բայց ավելի այսպես ասած թուրքական տարբերակն է հաղթել, յայլան ավելի տարածվել, այդ սարատեղի ծաղիկները ծաղկիգուն մեմեկ հատիկ ծաղկում են, իսա իմ սրտից ջամփան, իմ սրտից ճանապարհն էր մեկ-մեկ բացվում է, քա քեզի գահադինցա երոր մենաց լեռնուքը կրկներ կա, ալի քեզի դեսնողում, քա սիրդից տաղ ելլող ես, մեդողում աշխարհսիվա լուսու ծաղիկ ելլող ես, ասում քա քեզի դեսնողում, սրտից տաղ ելլող ուս, մեդողում հետաքրքիր բառ է, ուրեմն իրանք իմիջիայլոց մութ է նշանակում, մութ աշխարհից լուսու ծաղիկ ելլող ես, սրտից թաղ ելլող ես, սրտից դեղ ես լինելու, դեղը,
Տեղին տաղ են ասում, մեդողում աշխարհի վրա լույս ու ծաղիկ ելնողես։ Ասում ես մութ աշխարհից վրա լույս ու ծաղիկ կես լինելու։ Կա քեզի գահադինցա հերու մենաս լեռնուկա։ Սա է Բայեր Շահինի երգը, որ ինչպես ասեցի, Բոշկա գավառի իսլամ վերացիա, բայց համշենցիների երգ է երգում։ Հաջորդ երգիչը Էբրալ Այդենը, երիտասարդ երգիչը, մի քիչ այսպես նրա բոլոր երգերը հուզախառն են, երբ մի քիչ գուցե չափից շատ հուզախառն են։ Նկատած կլինեն մեր ռադիո լսողները, որ համշենցիները մորը նվիրած շատ երգեր ունեն։ Իսկապես շատ նրանց մոտ մայրը հարգված է եւ այդ աշխարհում համշենցիների շրջապատում մայրերի հանդեպ մի այսպիսի ընդգծված հարգանք կա։ Հենց Եմա երգը Եմա մորն է դիմում, հարգայենը, ինչպես ասել եմ, հարգալից ձևն է, եմա տուն ինձի գիգադ մենացիր, ասում է մայր, դու ինձ կարոտ մնացիր, հաց վարդեիր, յոնե ջոթը մենացիր, ասում է հաց վար դրեցիր, այսինքն սեղանին հաց է դրել, ծանոթ պատկերը, հաց դրեցիր, սեղանից հեռու մնացիր, իգուն աղավ եմա, մեջդ քաշեցեր, աս աշխարի էմեն դարդ թուն քաշեցիր, ասում է երեկո եղավ մայրիկ, վշտերը ներս գցեցիր, մենք էլ ենք ասում, ասում է մեջդ քաշեցիր, ներս գցեցիր, այսինքն ամեն մի ցավ դար, այս աշխարհից ամեն վիշտը դարդ նու դու ներս գցեցիր, եմա մեդիս մենաչ կու ցենգեդուշը, իմ դադան վարվելով ինձի ամալուշետ, ուրեմն հետաքրիր էս բառը տենում եք ունեն Ցենքեդուշը մենք զնգրտալ կա, մենք հայերեն ունենք այդ զնգրտոցով լաց լինելը, զնգրտալով լաց լինելը, այս բառը իրենք էլ ունեն, ասում է մայրիկ մտքումս մնաց քո զնգրտալը, իմ հորից գախտնի ինձ համար լացել է, ասա եմա ասա, ես ալ ասողում, ғարատ ասա եմա, ասող էր թողում, ասում ասա մայրիկ ասա, ես էլ եմ ասելու, շտապ ասա մայրիկ, ասելու գնալու եմ, եմա ես ալ քեզի շատ գահադինցա Մեմեն դեսնեմ քեզի ես ինձ մանոնցա մայրիկ ես էլ քեզ շատ կարոտեցի մեկ էլ տեսնեի քեզ ես ինձանից անցա մենք էլ խոսք ունենք այդպեսի որ ասում անցավ ամեն ինչից ինքն իրանից ասինքն վեր եղավ ինքն իրանից անցավ ինգուն աղավ եմա լուսը կոլեցեր ալի միդեսենգար մեջ ես կոլեցեր ուրեմն ասում երեկո եղավ մայրիկ լույսը վառեցիր Էլի միտքս ընկար, մեջս վառեցիր։ Ուրեմն այդ մտեի որ իրիկուն անգե մայրն է միշտ լույսերը վառել, գուցե լամպը վառել, գուցե էլեկտրական լույս, եւ այդ բանը հիշեցրել է մորը։ Մեզի շաշկի դի, турецկե բունյանի գերտակի գտնի դարակ։ Համշենական զրուցարան։ Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդաշարը։ Բարև բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել։ FM 106 եւ կես հաճախությամբ իր աշխատանքը շարունակում է համշենական զրուցարան հաղորդաշարը։ Տաղավարում աշխատում է Հայկու Հիմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ հայագետ համշենակետ Սերգեյ Վարդանյանը։ Լսենք հաջորդ երգը։ Հաջորդ երգը ուրեմն Եղալա, այ հորակույր երգն է։ Այ հորակույր։ Ահա, խալա են ասում, իրաք իրենք հորակույր բառը ունեն, բայց խալա թուրքերեն տարբերակն է այս դեպքում, բայց հորակույր իրենք հայերեն ասում են։ Հիմա նայեք, երկումը Հիկմետ Ակչիչեկը, մեր ունկնդիրները երևի հիշում են նրա ասա անդեր ասա երգը, Վովա համույթի ղեկավարը Հայաստանում 2008-ին որ համերգ տվեց, այս տարի նրա 50-ամյակներ մենք ռադիոյով շնորհավորեցինք։ Նա ուրեմն Համշենահայերի ուսումնասիրության մշակութային կենտրոնի ղեկավարն է, նախագահի տեղակալն է, հասարակական կազմակերպություն կա Ստամբուլում այդպիսի, շատ ակտիվ գործունեություն է վարում, շատ մտավորական հրաշալի մարդ է։ Հիկմեթը եւ իմ ընկերն է արդեն մի քանի տարի այս Եղալա երգը գուզեի մի երկու բառ կասեմ ուրեմն ինչ է եկեք ուրեմն մի քիչ բացատրեմ երգը որովհետեւ ստեղ նորություն կա շատ ընկերների համար երգը ասենք հորակրոջն է դիմում մադաղելիմ խալային մեծենցուց խավուլային հաբայինձի դևող էր ուն էդ խաքի դաղին ուրեմն մատաղ լինեմ հորակրոջը մեծացրեց խավուլային ապա ինձ էր տալու Նրան տվեց ուրիշ տղայի այդ աղջկան։
Հիմա ինչ էսպիսի նուրբ պահ կա, ուրեմն հորաքրոջը նա դիմում, սա կարա լինի եւ իր հարազատ հորաքուրի, եւ կար ընդհանրապես դիմելաձև լինի, ասենք մի հորաքրոջ։ Հա, բայց ուրեմն մեր մոտ ոնց որ ասում են Մարգուր ջան, հա, իրանց մոտ է։ Հա, բայց իրանց մոտ գիտեք ոնց է։ Իհարկե մեր ընկերները չգիտեն եւ ընդհանրապես երևի շատ քիչ մարդ գիտի։ Համշենցիների մոտ դեռ պահպանվել է սովորույթը, որ ազգականներ իր հետ ամուսնանում են։ Այսինքն հորաքրոջ աղջկան կարա ամուսնանա հետը։ Մորաքրոջ, հորեղբոր։ Այսինքն այդ 7 պորտի բանը չէ, դա չկա։ Կարան ասենք 2 եղբոր, քուր եղբոր երեխաներ իր հետ ամուսնանան։ Իհարկե շատ տարածված չի, բայց երևույթը կա։ Ավելի շատ նաև ամուսնամ 2 քուր եղբոր կամ 2 եղբոր թոռներ։ Դրանք ավելի տարածված այդ երևույթը թոռնոյի շատ երևի 2-ից 3-ից մեկը կամ չգիտեմ 4-ից 1 այդպես ամուսնացած։ 2 թոռների երենախ գյուղտեղում այդպես արդեն բոլոր իրար ազգական են, քանի որ գյուղերում են։ Ամուսնացու խոսքը հիմնական գյուղերի մասնապարզ է, թե մեծ քաղաքներում ուրիշ ազգի հետ ամուսնանում դա ուրիշ հարց է, բայց գյուղական այդ փակ համակարգում հիմնականում 2 եղբոր, 2 քուր եղբոր բարեկամ այդ ազգակցական կապով են թոռները ամուսնանում կամ 2 հորեղբոր երեխաներ են ամուսնանում, այնպես որ երբ որ այստեղ ասում այ հորաքույր, սա կարող է լինի եւ ընդհանրապես եւ իսկապես հորաքրոջը դիմի։ Հիմա այստեղ նաեւ մադաղել եմ, տեսնում եք, մենք նույնիսկ մեր բարբարներում, օրինակ հենց թեկուզ Շիրակի բարբարում կամ ուրիշ բարբարներում մադաղի փոխարեն ասում են ղուրբանը դեղնիմ, չէ՞։ Ղուրբանն ենք օգտագործում թուրքական ձևը, երբ որ էս մեր մամեդական եղբայր համշենահայրը մատաղ ձևն է նա օգտագործում հայկական։ Խավուլա աղջկանուն է, բայց այդպիսի անուն չկա ընդհանրապես իսլամ աշխարհում։ Սա միայն համշենահայերն են օգտագործում այս անունը։ Սա Հավա անունն է թուրքական կամ արաբական եւ այլն։ Հավա անունն է, քանի որ համշենցի Հավահանխե են ասում, Խավա է ալնում։ Խավուլա, որտեղ չէր կարա թուրքական լինել, թուրքերում ինչպես էլի ենք ասել, խ չկա, ուրեմն Հավա անունն է, մեծացրեցիր Հավուլային պետք է ասի, բայց Խավուլա է տարածված տարբերակ, շատ տարածված անուն համշենտայերի մոտ։ Կարելի ասել նույնիսկ Միջին Ասիայի համշենցիների կեսի անունը Խավուլա է։ Իրենց ամոդայիկ անունն է երևի համարվել Խավուլային։ Ուրեմն եղալա, քո աղջիկը չախալա, հորաքուր, քո աղջիկը կապուտա չէ։ Գալաշը մոլա, իմ սևդան որդաղ կուլա, իմ սևդային աչվենին, ինձի որդաղ մոնկուկան։ Գալաշը կամուն են ասում, զեփյուր կամի։ Գալաշը մոլա, գոլ կամին, մոլա գոլին են ասում, իմ սևդան որդաղ կուլա, իմ սիրածը որտեղ է լալիս, իմ սիրածի աչքեր ինձ որտեղ են ման գալիս։ Էլի կրկներ եղալա, քո աղջիկը չախալա։ Էլի հորաքուր, քո աղջիկը կապուտա չէ։ Սիողն էլա վեր գենցակ, ջերմակ արջեցն հետնի վեր, ես ալ աման երգենամ, իմ սևդային հետնի վեր։ Սա այլ խաղիկ է։ Վերել միացրել են երգին, Սիողը ուրեմն բաղեղն է, երկարեց, բաղեղը փաթաթուկը, ես էլի մեր հաղորդում մեզ մեկ ժամանակ հիշում եք։ 2 անգամ անդրադարձա։ Այո, սիրել բառը իրեն գրկելուն են ասում, ոչ թե հոգեպես սիրելուն, նրան հազանել են ասում, ուրեմն գրկելուն սիրել են ասում, ուրեմն այդ բառից բույսի անուն են հորինել, սիող, գրկող, փաթաթուկ, ոնց է։ Փաթաթուկը ելավ երկարեց, ջերմակ արջեց հետնիվ է։ Ջերմակ ուրեմն կաղամախու, այդպես կամ հաճարենու, արջեցը հնարավոր հաճարենի լինի հետնիվ էր։ Ես ալ ամեն երգենեմ իմ սևդային հետնի վեր։ Ուրեմն տեսնում եք, գախնի մտքեր ունի, բարձրաձայն արտահայտում է, որ նրա հետ այդպես փաթաթված բարձրանա։ Եղալա քո աղջիկը չախալա կրկնում է, որտեղ երբ շատ է տպավորվել կապուտաչի աղջկանից։ Այս երգը շատ գեղեցիկ երգ է, թող լսեն մեր ունկնդիրները։ Մադայլիմ խալային, մադայլիմ խալային, մեծեն ցուցխավուլային, մեծեն ցուցխավուլային, հաբա ինձի դեր, հաբա ինձի դեր, ունետ խակի դային, ունետ խակի դային, Եղալա, քո աղջիկը չախալա, քո աղջիկը չախալա, եղալա, քո աղջիկը չախալա, քո աղջիկը չախալա
Պարոն Վարդանյան, շնորհակալություն թարգմանության համար, նաև կցանկանայի մի փոքր խոսեիք համշենցիներից եւ համշենից այն առումով, որ շատ հաճախ մեր հայրենակիցները օրինակ գնում են տարբեր գավառներ, հա, Խոփա, Ռիզեի կամ վերադառնում են ասում են համշենում ենք եղել։ Այսինքն մի փոքր բացատրեք այդ աշխարհագրությունը, հա, որպեսզի թյուրիմացությունների մեջ չընկնեն։ Հա, շփոթմունքը կա, գիտեք ինչ առումով։ Բուն համշեն գավառը Խոփայի նահանգում է, ոչ թե Արտվինի, որտեղից մենք հիմա խոսում ենք Արտվինի հայերի մասին։ Բորշկան եւ Բանի գավառը Խոփայի Արտվինի նահանգում են, բայց բուն համշենը Ռիզեի նահանգում է։ Դե Ռիզեի նահանգում ուրիշ գավառներ էլ կան, ու բոլորը համշենցի չեն։ Համշենը երբեմն մեր հայրենակիցները որ գնում են Խոփա, կարծում են որ համշեն են գնացել։ Իրանք էլ երևի մոլորության մեջ են, որ տեսնում են համշենցիներ են ապրում, կարծում են համշենը հենց այդտեղ է, որտեղ համշենցիներ են ապրում, բայց այդպես չի։ Այսինքն հիմա Հայաստանում մենք Մուսալեր գյուղ ունենք, կարծեմ, չէ՞, մուսալերցիներ են ապրում կամ Թալինում սասունցիներ են ապրում, բայց Սասունը Թալինում չի։ Այսինքն Սասունը այսօրվա Թուրքիայի տարածքում է, ներկայիս վարչականներն այսպես ասած, բայց Թալինում ապրում են սասունցիներ, համարյա նույն բանն է, այնտեղ է Ուրեմն Խոփայի Բորշկայի գավառում ապրում են համշենցիներ, բայց դա համշենը չի։ Չնայած 1880-ական թվականին մամուլում գրվել է փոքր համշեն են ասել նաև Խոփային։ Մշակում, մշակթերթում Գաթենյանը հոդվածագրին Քշավշեցի էր, շատ խելացի մարդ, առաջիններից մեկը որ համշենցիների մասին գրել է, Գաթենյանը օրինակ Խոփային անվանում է փոքր համշեն։ Այդ առումը որ համշենից են եկել։ Բայց բուն այդ շփոթմունքը կա։ Պետք է միշտ տարբերակել համշենը եւ որտեղ են համշենցիները ապրում։ Այդպես էլ հիմա երբեմն տարբեր Facebook-ներում կամ տարբեր տեղերում տեսնում ես լուսանկարներ տակը գրված համշենից, բայց իմացող մարդը նկատում որ դա համշենում չի, դա Խոփայում է։ Ուրեմն պետք է ճիշտ գրել որ Խոփայի համշենցիների գյուղերից։ Այդ պահը կա որ ունկնդիրները իմանան։ Եղավ շնորհակալություն պարոն Վարդանյան, հիշեցնենք լրատվական ռադիոյի եթերում համշենական զրուցարան հաղորդաշարն էր, տաղավարում աշխատում էր Հայկո Հիմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ հայագետ համշենագետ Սերգեյ Վարդանյանը։ Հաջողություն։ Aşkı biz